Ծաղկաձորում մեկնարկել են Արմիութենական սպորտ 2026-ը։ Հանրապետության տարբեր ոլորտներից ավելի քան 100 արմիութենական մեկ հարկի տակ համախմբվել են ոչ միայն մարզական մրցումների, այլև աշխատողների իրավունքներին և աշխատաշուկայի արդի մարտահրավերներին նվիրված քննարկումների համար։ Եռօրյա միջոցառման առանցքային թեմաներն են արհեստական բանականության ազդեցությունը զբաղվածության վրա և COP17-ին ընդառաջ Հայաստանի առաջնահերթությունները։ Մեր պանելային քննարկումը կանդրադառնա նաև հանրային առողջությանը, որովհետև սրանք շատ կարևոր ռազմավարական ուղղություններ են։ Արհեստական բանականությունը մեր կյանքում է արդեն եւ թվայնացումը, եւ սա էլ շատ կարևոր եմ համարում, քանի որ աշխատողներ, որոնք չունեն թվային հմտություններ, թեպետ ունեն, չգիտեմ, բարձր դիպլոմավորված մասնագետ են, այլևս աշխատաշուկայում պիտանելիությունը կկորցնեն իրենց, եւ սա է շատ կարևոր ազդակ, որպեսզի աշխատողները թեկուզ այսօր ունեն զբաղվածություն աշխատանք, վաղը չկորցնելու համար իրենց հմտությունները եւ աշխատաշուկայում պիտանի լինելու համար նաեւ հասկանան, որ թվայնացումը եւ արհեստական բանականությունը շատ անհրաժեշտ է։ Շինարարության, թեթև արդյունաբերության, ֆինանսաբանկային համակարգի, մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչները քննարկեցին արհեստական բանականության ազդեցությունը աշխատանքի կազմակերպման, զբաղվածության եւ մասնագիտական հմտությունների փոփոխությունների վրա, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության պայմաններում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մարտահրավերներն ու լուծումները։ Այսօրվա քննարկումը AI-ին էր վերաբերվում, AI-ի կիրառմանը, չնայած շատ անդրադարձ էր կատարվում IT ոլորտին։ Ես IT ոլորտից չեմ, սակայն շատ հետաքրքիր էր, ոնց որ այդ աշխատաշուկայի ձևավորումը ինքս կառավարման հոգեբան եմ, ու ինձ շատ հետաքրքիր են մարտահրավերները, թե AI-ը ինչ է բերում, այդ աշխատատեղերի կրճատում, ոնց մարդիկ վերապատրաստվեն, ինչ հնարավորություններ կան։ Միջոցառման ամենաակտիվ հատվածը մարզական մրցումներն էին։ Մասնակիցները ուժերը չափեցին 4 մարզաձևերում՝ շախմատում, սեղանի թենիսում, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունն ու մտքի ճկունությունը պահանջող այլ մրցաձևերում։ Մրցումների արդար եւ անաչառ ընթացքն ապահովելու համար հրավիրվել են համապատասխան մարզական ֆեդերացիաների մրցավարներ։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով եւ հավաստագրերով, իսկ ամենաշատ մեդալներ նվաճած Ճյուղային հանրապետական միությունը ստացավ առաջատարի գավաթը։ Արմիությունների կազմակերպած այս հավաքներին մասնակցում եմ արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Առաջին հերթին տանում եմ լավ հիշողություններ, նոր ընկերներ եմ ձեռք բերում, դա թերևս ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ պրակտիկ առումով իմանալ մարդը ինչ իրավունք ունի, իմանալ, որ իր աշխատանքային իրավունքները պահպանված են, մեկի բախտը բերում է լավ գործատուի մոտ աշխատում, մյուսինը ոչ այնքան։ Իսկ ունենալով արհմիություն ունի պահապան հրեշտակ։ Միջոցառումը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցությամբ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։